բավականին խոցելի համակարգաստեղծել, որպես մասնագետ եմ ասում։ Այդ որ քեզ դից Ամերիկայից բանից գալի ասում եմ, այդ ինչ լավ դեմոկրատ ես, երբեք չհավատաք։ Արցախը տվին, քեմել մեր հողերն եք տալու։ Դու ինչ ես հենց այնպես հող տալու։ Ինքը տարեկան 50 միլիոն բաժանի։ Կաշառք տա։ Ընկե կոռուպցիայի դեմ է պայքարում, թող պայքարի։ Թող արգելի դրսից քո ժողովրդին առնեն։ Խնդիր չունեմ։ Ոչ խոսալու հետ, ոչ չխոսալու հետ։ Չեմ էլ մտածում դրա մասին։ Սկսեց պատերազմ, հայտարարելով, որ լուծում է Ղարաբաղի հարցը, ու չլուծեց։ Ղարաբաղը քթի տակ չճանաչիր։ Պարոն Կարապետյան, քանի ԵՄ-ից խոսեցինք, այնուամենայնիվ այսօր Հայաստանում շատ քննարկվող հարց է դա, նույնիսկ խորհրդարան է հասել, լսումներ են անցկացրել եւ ասում են, որ մեր փրկությունը Եվրոպան է, որ մտնենք, եվրաինտեգրվենք։ Կխնդրեմ բացատրեք, մենք այդքան հեշտ կարող ենք մտնել Եվրամիություն, նույնիսկ եթե ուզենք, եւ ինչու հանկարծ այդ հարցը այսպես օրակարգ մտավ ու առաջնային կարգով։ Մենք էլ ուրիշ խնդիր չունենք քննարկելու։ Միայն դա է մնացել, որ դա էլ լուծենք ամեն ինչ լավ կլինի։ Բոլոր գործողությունները ուղղված են, որ իրենք մնան աթոռին։ Ասում եք ժողովուրդը ինքը ոնց որ այսպես ընդհանուր մի մարմին լինի, որը երբ որ բան ես ասում, ինքը սկսում է դա ներծծել։ Այո։ Եթե քո ձեռը մամուլն է, քո ձեռքում մեծ ռեսուրսներ կա, դու խոսում ես պոպուլյար բաների մասին, հա, որ կուզենայինք, ինչ չենք կուզենայինք միջուկային զենքեր ունենայինք, կուզենայինք աշխարհում ամենամեծ երկիրը լինեինք, կուզենայինք աշխարհում ամենահզոր ազգը լինեինք, կարելի է դրա մասին խոսալ, ժողովուրդը դա անցալելու է։ Բայց դու պետք, եթե դու քաղաքական գործիչ ես, դու երկրի ղեկավար ես, դու պետք է քո ժողովրդին սովորես ճիշտ ասել։ Երբևիցե Հայաստանը չի լինի Եվրո միության կազմում։ Ով որ այդպես մտածում է, խոսում է, կարա գնա մի հատ սառը դուշ ընդունի։ Հա, դուշ ռուսերեն բառ է, բայց լավ է հնչում, էլի։ Չգիտեմ, բայց լավ է հնչում։ Ինչ ավելի ճիշտ է հնչում էս պայի էս մտքի համար, հա։ Դες ինչ եմ ուզում ասեմ։ Իրենք խափում են ժողովրդին։ Բերում են նոր նպատակ։ Սկզբից բերին նպատակ Արցախը, Հայաստանը եւ վերջ, հիշում եք։ Այո, իհարկե։ Հակառակ տեղի ունեցավ։ Հետո սկսին խոսել, որ Հայաստանը անկախ անձեռնմխելի է, դիտանք Արցախը, որ չէ, որ լավ ապրենք։ Ոնց որ դա էլ չի ստացվում։ Հերիք չի Արցախը տվինք, εμել մեր հողերն եք տալի։ Իմ ես զարմանում եմ, որ 100 տարվա ստեղծված պետությունը սրանք հիմք են ընդունում, որ նա ասում է, այդ հողերը իրանցն է։ Բացի դից, նույնիսկ եթե իրանցն է։ Դու ինչ ես հենց այնպես հող տալի։ Հասկանում ես, ինչ որ դիմացը մի բան, գոնե դիմացը բան ուզեիր, կամ դու պնդեիր մի բան։ Այսքան ժամանակ չեմ լսել մեր երկրի ղեկավարի կամ ղեկավարների անունից, որ իրանք պահանջ դնեն, այդքան պահանջ է դնում Ալիևը։ Չգիտեմ, սահմանադրություն փոխել, այս վերջերս գնացել այնքան խորացել, որ արդեն նես բաներ ա ուզում, հա, ու շարունակական է դա լինելու, այդ կարիդորն ա ուզում, այդ Զանգեզուրի կարիդորն ա ուզում, այս չհասկացա, իրանք ուզած գյուղերը ստացան Թաուշի ուղղությամբ, այդ ոնց որ թե խոսակցություն չկա այդ սահմանազերծման եւ դելիմիտացիայի մասին։ Դե մեկը մեկին նամակ է գրում, բայց ես վստահ եմ, եթե նորից նույն բան լինի, լինելու է այն հատվածում, որտեղ էլի մենք առաջ ենք։ Այսօր խոսում ենք ու ոչ մի պահանջ չի դնում։ Մի հատ հակապահանջ չի դնում, չի ասում մեր գերիներին տվեք։ Չէ՞ որ պատվավոր մարդիկ են նստած։ Մեր գերիներին տվեք։ Դու դավաճանեցիր Արցախը,
դա երգիր է, դա հող չի, ես միշտ ասել եմ դա։ Ինչ օրվա Եմեին ու կարանք դրա մասին նույնիսկ չքննարկենք։ Վրաստանը դες օրինակ։ Խելոք իրան պահում էր։ Այն օրենքները, որ իրանք ասում էին, խելոք ընդունում էր։ Հա։ Բախ չընդունին։ Մենք հասկացան, որ սրանք ժողովրդին խափում են, բերում փող են դնում ժողովրդի մեջ այդ տարբեր ծրագրերով, գրանտերով, ինչ նշանակում գրանտը։ Լեգալիզացված կաշառք։ Անունը գրանտը, լեգալիզացված կաշառք։ Գնացել է Եվրոպա 250 միլիոն, ինչքան գիտեմ, եվրո գումար են հատկացրել գրանտի ձևով, որ ինքը տարեկան 50 միլիոն բաժանի։ Կաշառք դա։ Դրա ուրիշ բան չկա։ Այդ գրանտի միջոցով որ ծրագիրն է աշխատել։ Մի ծրագրի անուն ասեք։ Ծրագիրը մշակել են ձևական, փողը ստացել են, թուղթ են դրել տակը, ընկե կոռուպցիայի դեմ է պայքարում, թող պայքարի։ Թող արգելի դրսից ժողովրդին առնել։ Թող այդ արգելքը դնի, այդ է կոռուպցիան։ Ու եթե սենց շարունակվեց, այդ պոպուլիզմով իրանք շարունակեցին զբաղվել, ուղղակի պետականություն չենք ունենա։ Պարոն Կարապետյան, ձեր նշած թեմաներին դեռ կանդրադառնանք, վերադառնանք համահայկական ճակատ շարժմանը։ Դուք ասել եք, որ բնականաբար իշխանությունների հետ չեք աշխատում, բայց նաև խոսել եք ընդդիմության մասին ու նախկինների մասին, ովքեր այսօր, այսպես ասած, գոնե ընդդիմադիր խորհրդարանական դաշտում իրենք են, նախկին քաղաքական ուժերը։ Ում հետ եք պատրաստվում համագործակցել, աշխատել, եթե ոչ ներկաների, ոչ նախկինների, կան արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, որոնց հետ կաշխատեք, առհասարակ ում հետ է լինելու ձեր աշխատանքը, թե միայնակ է լինելու ձեր պայքարը։ Մենք շարժում ենք, արդեն միայնակ չենք։ Դուք տենում եք, պարբերաբար, ոչ բոլորին, բայց պարբերաբար մենք ցույց ենք տալիս, թե ով է մեզ միանում։ Մեկը քիչ է, ասենք քանակով կուսակցություն, մյուսը մի քիչ ավելի խոշոր է, մենք դրան չենք նայում։ Կարևորը որ գաղափարները մեր համընկնում են։ Եվ այսօր մենք ունենք այդ պոտենցիալը, որ աշխատենք։ Ինչ որ մեր հայկական քաղաքական դաշտում, չգիտես խի, եթե մեկը ուզում է մի բան անի, ասում է գնաս մեկի հետ խոսաս։ Ինչի համար։ Ես եթե խոսքը իմ մասին է, ես բավականին բավարարված մարդ եմ։ Այդ առումով ու խնդիր չունեմ ոչ խոսալու հետ, ոչ չխոսալու հետ։ Չեմ էլ մտածում դրա մասին։ Ինչի՞ ես պիտի գնամ ինչ որ մեկի հետ խոսամ։ Մանավանդ երբ որ այդ մեկը ինչ որ անցյալ է ներկայացնում, մյուսը ներկա է ներկայացնում, բայց մեր ժողովրդի բախտը չվերեց, ոչ անցյալում մի բան ունեցանք, ոչ էլ ներկայում մի բան ունենք։ Ներկայում ավելի վատ է։ Այդ որ ասում ենք անցյալները, այդ անցյալները բերին նրան, որ առաջացան այսօրվա ներկաները, եւ ոչ անցյալում, ոչ ներկայում մենք բան չստացանք։ Գնում են, ասենք գնում Պալեստինային է ճանաչում։ Այդ Ղարաբաղը քթի տակ քիչ ճանաչիր։ Ես դեպ չեմ Պալեստինայում։ Լավ է որ ճանաչել են։ Միակ լավ բանն է 6 տարվա մեջ։ Լավ է որ ճանաչել են, բայց քթի տակ քո երկիրը, քո Ղարաբաղը դու չես ճանաչել։ Հա։ Ինչ որ կներեք մի քանի հազար կիլոմետր ենքով ինչ որ մի հատ փոքր երկիր ճանաչում եք։ Դու ստե հանձնում ես, գնում ես Պրագա մի հատ ստորագրությունով ասում ես սա Ադրբեջանա եւ վերջ, հա, հետո էլ հելնում ելույթ ես ունենում ենք, իսկ եթե մենք Քելբաջարի ուղղությամբ ընդամենը հասցնեինք այդ օրերի մեկ հարված, մենք այդ հարցերը կլուծեինք։ Տեսեք ինչ եղավ։ Ալիևը դրանից հետո գնաց արտահերթ ընտրությունների, եթե հիշում եք, որտեղ Ալիևը խնդիր ուներ։
20 թվին Ալիևը սկսեց պատերազմ, հայտարարելով, որ լուծում է Ղարաբաղի հարցը, ու չլուծեց։ Տվեց զոհեր, բավականին մեծ քանակի, մոտ 4 անգամ ավել զոհ ուներ, բայց խնդիրը չլուծեց, ժողովուրդը սկսեց հարց տալ։ Դու ասիր, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծի։ Ու տեսեք ինչ է տեղի ունենում։ Մեր երկրի ղեկավարը առանց որևէ մի կրակոցի հանձնում է իրան Արցախը, որ նա նորից իր պաշտոնին հաստատվի։ Դուք պատկերացնում եք, ինչ է տեղի ունենում։ Եթե դա դավաճանություն չի, դա ինչ է։ Ու այսօր մեր շարժումը մենք ստեղծել ենք հենց զգալով այդ ժողովրդական պահանջի մասով, որ անհրաժեշտ է նոր ուժեր։ Եթե կհավատան մեզ, որը շատ հույսով եմ, որտեղ ես այսքան ժամանակ ոչ մի իրանց նման սուտ բաներ չեմ խոսել, դուք տեսնում եք դա։ Իրանք ամբողջ օրը խաբում են այդ ժողովրդին, ստում են, հարկերը բարձրացնում են։ Հարկը չես բարձրացնում, քաղաքի տրանսպորտի գինն ես բարձրացնում։ Դու հարկը ասում ես չեմ բարձրացնում, չես բարձր է, մենք բավականին բարձր հարկ ենք լուծում, ֆիզիկական անձերի մասին է խոսքը։ Բայց ուրիշ տեղերից դու հարկեր ես անուղակի գումար ես ժողովրդից ֆիզիկական անձից ստանում, անverջ, քամում ես։ Մարդը չի կարող ապրի, մարդու կին աշխատում են, ամեն մեկը ասենք 200,000-ական դրամ ստանում է, ես ասում եմ ամենալավ միջին, ասենց ասեմ, ապրող մեր ժողովրդի մասով, հա։ Բայց իրանց ամսական ծախսը, որ մուծեն տարբեր հարկեր, ասենք երեխաների համար, Աստված չանի մեկն էլ հիվանդանա, եւ այլ, կազմում է 600-700,000։ Մենք ուսումնասիրել ենք, 100 ընտանիք ենք ուսումնասիրել։ 600-700 ինչ անում, գնում է բանկից վարկ է վերցնում։ Այդ վարկը չի կարող փակի։ Գնում է մյուս բանկից վարկ է վերցնում, որ բերի այս բանկի վարկը փակի։ Ու մեր ժողովուրդը բոլորը պարտքի, մեծ մասը բոլորը չէ, պարտքի տակ են։ Դու գիտեք, որ այսօր Երևան քաղաքում ապրող 25%-ը չունի սեփականություն։ Կամ չունեն, կամ վարկերի տակ են, դա էլ իրանց չի։ Չէ, տանում են բանկ, փող են վերցնում, դա արդեն իրանը չի, միջև չփակի։ 27 թվին այդ տոկոսը կազմել է 50%։ 30 թվին, եթե սեն շարունակվեց, այդ տոկոսը բերելու է հասնի 90%։ Թե այդ բանկերը ում սեփականությունը կդառնան այդ օրը, մենք չգիտենք, կարող է թուրքերի եւ ադրբեջանցիների։ Տեսնում եք, արդեն խոշոր բանկերը արդեն առնում են, ինչի համար, որտեղ ժողովրդի սեփականությունը նեա դրած։ Մեր ձեռից մեր հողն են առնում եւ տունն են առնում։ Այ մյուս մեր բանը լինելու է այդ բանկերի հարկերի հետ կապված ամնիստիան։ То есть այդ տոկոսը կանգնեցվելու է եւ պետությունը սուբսիդիայով պետք է մուծի փակի իր ժողովրդի պարտքը։ Որտեղ ինքն է գցել ժողովրդին պարտքի մեջ իր սխալ քաղաքականության համար, այդ պատերազմների համար, որը ինքը խաբել է ժողովրդին, ոչինչ չի արել, գնում է Եվրոմիությունից պարտք վերցնում, հետևից էլ Եվրոմիությունը օրենքներ է տալի, ասում է պետք է ընդունես, որ քո երեխան դպրոցում չգիտի ինքը տղա է թե աղջիկ։ Ես մի անգամ ասել եմ, թող իրանք ասեն, հելն են հերթով նախարարներով եւ երկրի ղեկավարով, թող ասին տղա է թե աղջիկ, որպես Հայաստանի քաղաքացի ուզում եմ իմանամ։ Բա ո՞նց դիմեմ։ Մի անգամ ասեցի, չգիտեմ, ազդելա վրները թե չէ, ես ո՞նց իմանամ։ Դե ասեն տիկին վարչապետ, թե պարոն վարչապետ, չեմ վիրավորում։ Ես ասում եմ, ինչ որ ուզում եմ իմանամ։ Բացարձակ չեմ վիրավորում։ Նպատակ էլ չունեմ։ Նախարարը ուզում եմ իմանամ, ո՞նց պիտի դիմեմ։ Բա գնացի մոտ ո՞նց դիմեմ, ասեմ տիկին նախարար թե կամ նամակ գրեմ, ո՞նց դիմեմ։ Բա որ գրեմ պարոն նախարար, մեզի դատի տա։ Ասի ես աղջիկ եմ։ Հասկանում եք ինչի է հասցրել։
Այսքան տարի մենք 30 տարի Ռուսաստանից գումար ենք ստացել, կրեդիտներ ենք ստացել։ Մի օր ռուսները հետևից չեն ուղարկել մի նամակ, ասեն այս օրենքը պետք է ընդունես, թե չէ փողը չեմ տա։ Այսինքն ցուցակ է գալի։ Օրենքների ցուցակ, որը պետք է ընդունեն։ Մենք լինելով Կովկասի ժողովուրդ, պատկերացնում եք, մենք ուզում ենք մեր մոտ օրինականացնենք, չգիտեմ այդ ինչ անունել, դեզուս էլ չի պատտում այդ ամուսնության բանը, պատկերացնում ենք։ Մենք երբ որ ես զինված ուժերում ծառայում էի, եթե զորամասում այդպիսի մի հոգի հանկարծ ընկնում էր, սա զորամասը հրաժարվում էր հաց ուտելուց։ Միջև այդ տարելկեքը, որին ինքը կարող է կպած լինի, այդ բաժակները չէին փոխում, ծերից ծեր։ Զորքը ճաշարան չէր մտնում։ Դե իրանք չեն ծառայ, իրանք այդ նրբությունները չգիտեն։ Դե մարդու իրավունքներից են խոսում, պարոն Կարապետյան, ասում են պետք է հավասարություն լինի, բոլորը հավասար լինեն իրենց իրավունքներով։ Դե իրանք գիտեք, երկրին վերաբերվում են այն բանի, ոնց որ փողոցում դախլի են դրել, մյուս որ գալիս է քաղաքական գործունեությունով զբաղվի, ու իրանց լեզվով, իրանց մտածելակերպով, ասում է, չէ, դու չպիտի զբաղվես, դախլի պսիխոլոգիայի տեր մարդիկ են 90-ականներին սեղանիկ էին դնում ու վրան, ասենք, սնիկերսներ, մարսեր էին վաճառում ու շատ ու հետևում էր այդ բանը, որ հանկարծ այն կողքը չբերի մեկը սեղանիկ դնի, որ ինքը իր գործին խփի։ Իրանք այդ հոգեբանության տեր մարդիկ են, իրանք ուժ չունեն։ Իրանք չեն կարա նստեն ուրիշ ձևի այդ մարդու հետ քաղաքական, ասենք, բանով պայքարեն։ Իրանք քրեական գործ պիտի հարուցեն։ Իրանք, տեսեք, չկա քաղաքական գործիչ, որը ինչ-որ քրեական գործով չի անցնում։ Պատկերացնեք, մեր ազգի ուղիղ մոտ 500,000 մարդ, տեսեք ինչ թիվ եմ ասում, տարբեր գործերով հարցակնվում են։ Չեմ ասում մեղադրել են։ Մոտ 500,000 մարդ տարբեր գործերով հարցակնվում են։ Զինծառայողը լեյտենանտ, արդեն լեյտենանտի 10 հոգուց 3 հոգին հարցակնվում է։ Ավակ լեյտենանտից 10 հոգուց 8 հոգին են հարցակնվում։ Այն բարձրները արդեն 10-ից 10-ը հարցակնվում են։ Բանակի սպան ոնց կարա կռվի, եթե 4-5 գործով անցնում է։ Ոնց կարա իր զինվորին դաստիարակի, եթե գնում է ամբողջ օրը ցուցմունքներ է տալի։ Պարոն Կարապետյան, դուք հայտարարել եք նաև այդ մասին համագումարի ժամանակ խոսեցիք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը լավ թե վատ համակարգ է ստեղծել, որը գործում է եւ այդ համակարգի դեմ պետք է համակարգով Իրան պաշտպանելու համակարգ։ Այո։ Եվ այդ համակարգի դեմ պայքարելու համար պետք է համակարգ ստեղծել եւ համակարգային պայքար տանել։ Կխնդրեմ մանրամասնեք, ինչպիսին պետք է լինի այդ համակարգը, ովքեր պետք է լինեն, ինչ մեխանիզմներով պետք է աշխատի, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման մասին արդեն իրականության մեջ կարողանանք խոսել, որովհետեւ շատերը խոսում են հեռացման մասին, պահանջը դնում են, բայց ինչեւ այսօր ինչպես տեսնում ենք, ղեկավարը ինքն է։ Ես չեմ ասի իր խոցելի տեղերը, որ չօգնեմ իրան, շտկի, բայց բավականին խոցելի համակարգ ստեղծե, որպես մասնագետ եմ ասում։ Մեր համակարգը, որ ասում պետք է ստեղծենք, որ պետք է ստեղծենք, համարյա ստեղծված է։ Իմիջիալից այդ գրանցել, չգրանցելը, կուսակցության գրանցել, չգրանցելը մեզ համար ավելի սենց հոգեբանական խնդիր է, քան ասենք, եթե սենց վերցնես մեր մեջ կուսակցություններ կա, մենք կարանք ցանկացած պահի դաշինք կազմենք, ստեղծենք համահայկական ճակատ դաշինք եւ մասնակցենք բոլոր քաղաքական ընթացներին անխտիր։ Ուղղակի եկան մի խումբ սպաներ, որոնք զորացրված են։ Ուզեցան քաղաքականության մեջ մտնել, ես իրենց առաջարկեցի այդ կուսակցությունը ստեղծեն, ես էլ աջակցեմ, թող մտնեն մեր կազմի մեջ եւ ինչ որ տեղի է ունենում։ Մենք համակարգում ենք, ամենակարևորը, որ այդ համակարգի մեջ
կա ղեկավար, որը կարա իր վրա ընդունի որոշումներ, եւ կա կատարող, որը կարա այդ որոշումները կատարի։ Իր մոտ դա չկա։ Ինքը որոշում կայացնող չի։ Ինքը ցույցում տալու քննիչներին գործառույթը։ Ես հավատացնում եմ։ Երբ որ վաղ այդ քննիչից հարցնում, ում ցույցումով ես գործը հարուցել, իրանից հրաժարվում է։ Ինքը երբեք չի կարող ասի ես։ Կատարողն է պետք է վստահ լինի, որ ինքը մենակ չի մնում։ Քննիչները ունենալու են։ Դա ոնց որ սուրել ապացություն է։ Հիմում համապատասխան սեթերին ունեն խնդիրներ, մենք օրենքի սահմանում կարող ենք աջակցել, աջակցել։ Մնացածը թույլ տվեք ես չբացեմ, ինչ վերաբերվում է պայքարի մեխանիզմներին եւ այլն, ես դա էլ չեմ բացի, բայց մի բան ասեմ իրեն, թող իրանք լսեն, եթե ինչքան շատ կպած եք աթոռին, այնքան կոշտ ձեզ այդ աթոռից հեռացնելու են։ Ուրիշ բան չասեմ։ Մենք աշխատում ենք, որ այդ իշխանափոխության պահին ոչ մի հայի արուն չթափի։ Այդ թվում Նիկոլ Փաշինյանի արունը, որտեղ ինքն էլ է հայ, հələ որ մի սպասենք մեր տրիբունալը ինչ կորոշի, վաղ կտեսնենք։ Ալիևի պահանջների մասին խոսեցիք, պարոն Կարապետյան։ Այսօր նաև սահմանադրության փոփոխության մասին է խոսվում, եւ այդ մասին շատ ակտիվ մեկ խոսում է Ալիևը, մեկ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ է լինելու, եթե այնուամենայնիվ Հայաստանում փոխվի մայր օրենքը։ Մենք էլ ինչ որտեղ գործող սահմանադրությունից դժգոհ ենք, բացատրեմ հիմնական պատճառ։ Հիմնական պատճառը, որ դա մեր Հայաստանին բնորոշ փաստաթուղթ չի։ Մենք պետք է լինենք նախագահական երկիր։ Այսօրվա պայմաններում մեր մոտ երկրի ղեկավար չկա։ Մեր մոտ կա մարդ, որը կառավարում է երկրի ֆինանսներով, պատկերացրեք, եւ ինքն էլ իրան հսկում է։ Որտեղ վարչապետին բոլոր ֆինանսական շարժերը ինքն է որոշում, հա, եւ նույն իրան ենթարկվում են, ասենք, հակակոռուպցիոն ծառայությունը, քննչական ծառայությունը, չթվարկեմ, հա, վերահսկող բոլոր ծառայությունները։ Մարդը, որը ամենաշատ գումարն է ծախսում երկրում, ինքը իրան հսկում է։ Լիովին աբսուրդ է։ Դա համար պետք է լինի նախագահական համակարգ, որտեղ պետք է անջատված լինի տնտեսությունը եւ անվտանգություն, ասենք, օրենսդրություն, հա, որը պետք է զբաղվի պարլամենտը եւ նախագահան պետք է ունենա վերահսկողական իրավունքներ, այդ թվում կառավարության գործունեության վրա։ Այսօր մենք ունենք մի անգրագետ մոնստր, իդեմս երկրի ղեկավարությանը, որի դեմ պայքարելը անհնար է օրինական ճանապարհներով, դրա համար տեսնում ենք, որ այդ բողոքների ժամանակ մարդիկ ստիպված, ասենք, ել չեն իմանում ինչ անեն, ասենք, հարվածում են, խփում են, փորձում են ինչ-որ բան անել, հասկանում։ Դա պետք է շուտ փոխել։ Չի կարելի։ Այդ նույն բանն է, այն բան էլ, գալին 10 ասես ոչխարները ոչխարներին տիրություն արա։ Նույն բանն է։ Այդ է մեր մոտ համակը, մենք խոսում ենք կոռուպցիայի մասին։ Դա ման ինքը կարող է վերցնի, ասի սրան պարգևաճառ դիտանք։ Ինչի համար։ Սրա վրա քրեական գործ հարուցեք։ Եթե հարուցես, քեզ պարգևավճարը կտանք։ Բայց վաղը միսօր որ այդ նորից ընկրկում, բերես հարցնես, խես հարուցե, ասի ինքն է ցուցում տվել, նա հրաժարվելու է։ Այսօր նստած ասում ենք, այդ օրը գալու է։ Բոլորը պատասխան են տալու։ Մարդկանց ստանում են, ասում են սրա վրա գրի, քեզ պաշտոն տանք, քեզ էս անենք, այն անենք, քեզ
նույնիսկ ուզում ես գումար տանք, դեմոկրատիայից է խոսում։ Դու բան այն ակնաժներից հետևը կտենաս, այդ որ քեզ դից Ամերիկայից բանից գալի ասում են, վայ դու ինչ լավ դեմոկրատ ես, երբեք չհավատաք։ Իրանց ձեռա տալի նման կեցվածքի մարդը եւ Իրան գալիս են Հայաստան Ադրբեջանից նավթը խլելու համար։ Իրանք չեն գալի Հայաստան, Հայաստանը փրկելու համար։ Խոսքը արևմուտքի մասին է։ Իրանք գալիս են այնտեղ բազավորվում են, իրանք խնդիր ունեն Պարսից ծոցի նավթը վերահսկողության տակ վերցնել։ Նախկինում դա վերահսկվել է Ռուսաստանի, Պարսկաստանի, Իրանի կողմից։ Հիմա իրանք ուզում են վերցնել ամբողջ վերահսկողությունը իրենց ձեռը։ Դա է իրանց նպատակը, Հայաստան գալու նպատակը։ Եվ իրենց համար հայ ժողովուրդը ընդամենը փոշի է, որը կարելի է այսպես սրբել, հա, դու ոնց են ասում, փոշի շորով, այսինքն սրբել ու գցել են կողմ։ Դուք նախագահականի կրկին անցնելու մասին խոսեցիք, եթե մենք սահմանադրություն պետք է ընդունենք, միայն ու միայն նախագահական կառավարման համակարգի անցնելու ուղղությամբ։ Ամբողջ հարցը այն է, որ այսօր հենց այդ դրույթը չի քննարկվում, այսօր ուրիշ դրույթներ են քննարկվում, օրինակ անկախության հռչակագիրը հանելու եւ նաեւ այդ թվում, եթե խոսում ենք, որ սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է, ինքն էլ ասում է, որ Հայաստանը այլևս ոչ մի նկրտում պետք է չունենա իմ տարածքային ամբողջության մասով, այսինքն լրիվ այլ դրույթներ են փոխվելու։ Ինչ է լինելու դրանից հետո։